Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Facebook-յան իմ ընկերներ, TikTok-յան հետևորդներ, YouTube-յան հետևորդներ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր ուզում եմ իմ եթերում ձեզ ներկայացնեմ, ուրեմն ամսի 6-ի ինձ ապօրինի, ամսի 6-ին շինծու ձերբակալման և ազատությունից զրկման, ուրեմն պաշտոնական պաշտպանության դիրքորոշումը մեր կողմից այսօր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե ներկայացրել ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Շահենի Պողոսյանին։ Այդ դիմումն եմ ուզում ձեզ ներկայացնեմ, դիմումի բովանդակությունը, այդ իսկ պատճառով հողի եթեր ենք դուրս եկել այսօր։ Այսօրվա թեման դա է։ Կարդամ ուրեմն դիմումը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Շահենի Պողոսյանին քրեական վարույթ թիվ 10-80-72-26-ի շրջանակներում Արման Ալբերտի Գալստյանի դիմում պաշտպանական դիրքորոշում։ Արման Ալբերտի Գալստյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերագրվող արարքի իրավական գնահատականի և քրեական հետապնդման հիմնավորվածության վերաբերյալ։ Հարգելի պարոն Արթուր Պողոսյան, սույն դիմումով ներկայացնում եմ իմ պաշտպանական դիրքորոշումը թիվ 10-80-72-26 քրեական վարույթի շրջանակներում ինձ վերագրվող արարքի վերաբերյալ, խնդրելով այն գնահատել ոչ թե հրապարակված նյութի առանձին արտահայտությունների, այլ դրանց ամբողջական բովանդակության, համատեքստի, նպատակի, դրդապատճառի, օբյեկտիվ հետևանքների և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշների ամբողջականության հիման վրա։ Չեմ վիճարկում Արման Գալստյան անվամբ YouTube-ի էջի իմ կողմից գործածվելու և քննարկվող տեսանյութի հրապարակման փաստը, սակայն այդ հանգամանքը չի նշանակում և իրավական առումով չի կարող նշանակել, որ տվյալ հրապարակումը ինքնաբերաբար պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմ։ Գլուխ առաջին. Մեղադրանքի իրավական հիմքի սկզբնական սահմանները։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով խուլիգանությունը սահմանվում է որպես հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորել է օրենքով նախատեսված կոնկրետ եղանակներից մեկով, այդ թվում անձին ստորացնելով, հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հանրային միջոցառում կամ արարողություն խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով։ Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է այն դեպքին, երբ հենց 297-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Հետևաբար տեղեկատվական տեխնոլոգիայի օգտագործումը ինքնուրույն հանցակազմ չէ, այլ հիմնական արարքի ծանրացնող հատկանիշ։ Իրավական շղթան պետք է լինի 297-րդ հոդվածի առաջին մասի բոլոր պարտադիր հատկանիշների առկայություն, այդ արարքի կատարում տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիայի միջոցով 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կիրառելիություն։ Գլուխ երկրորդ. Հայհոյանքի կամ անպարկեշտ արտահայտության փաստը ինքնին դեռ խուլիգանություն չէ։ Պաշտպանական կողմը չի կառուցում իր դիրքորոշումը այն պնդման վրա, թե տեսանյութում որևէ կոշտ վիրավորական կամ անպարկեշտ արտահայտություն չի եղել։ Նույնիսկ եթե այդպիսի արտահայտությունների առկայությունը հաստատվի, անհրաժեշտ է պարզել դրանց քրեաիրավական նշանակությունը, անպարկեշտ կամ կոշտ խոսքի առկայությունը և խուլիգանության հանցակազմի առկայությունը նույնական հասկացություններ չեն։ Պետք է պարզել,
Առաջինը, ում կամ ինչի նկատմամբ են ուղղված եղել արտահայտությունները։ Երկրորդ, ինչ իրավիճակում եւ համատեքստում է դրանք հնչել։ Երրորդ, ինչ նպատակ են հետապնդել։ Չորրորդ, արդյոք խոսքը եղել է անձին ստորացնելու նպատակով, թե կոնկրետ իրադարձության կամ կոնֆլիկտի արձագանք։ Հինգերորդ, արդյոք խախտվել է որևէ կոնկրետ անձանց անդոր եւ ինչ փաստական եղանակով։ Վեցերորդ, արդյոք խափանվել է հանրային միջոցառում կամ արարողություն։ Յոթերորդ, արդյոք խոչընդոտվել է հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը։ Եվ ութերորդ, ինչ իրավական հետևանք է առաջացել։ Գլուխ 3. Մարդկանց անդորը խախտելու հանգամանքը պետք է ապացուցվի, ոչ թե ենթադրվի։ 297-րդ հոդվածի համապատասխան դրսևորումներից մեկը մարդկանց անդորը խախտելն է, սակայն այդ հասկացությունը չի կարող մեկնաբանվել այնպես, որ ինտերնետում ցանկացած կոշտ կամ անպարկեշտ խոսքի հրապարակումը ինքնաբերաբար համարվի մարդկանց անդորի խախտում։ Պետք է նշվեն կոնկրետ անձինք կամ անձանց շրջանակը, կոնկրետ անդորը, դրա խախտման կոնկրետ դրսևորումը եւ դրա փաստական ապացույցները։ Եթե որևէ հանրային միջոցառում չի խափանվել, որևէ հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանք չի խոչընդոտվել, որևէ կոնկրետ հասարակական անդորի խախտում չի արձանագրվել, ապա անհրաժեշտ է փաստական եւ իրավական հիմնավորում բացատրելու համար, թե ինչ եղանակով է առցանց հրապարակումը վերածվել 297-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հասարակական կարգի դեմ ուղղված արարքի։ Գլուխ 4. Պետք է տարբերակել անձին ստորացնելը եւ էմոցիոնալ կամ քննադատական խոսքը։ Նույնիսկ եթե հաստատվի, որ տեսանյութում առկա են կոնկրետ անձի հասցեին կոշտ կամ վիրավորական արտահայտություններ, դրանից ինքնաբերաբար չի հետևում 297-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը։ Անհրաժեշտ է գնահատել խոսքի ամբողջական կոնտեքստը, նախապատմությունը եւ նպատակը։ Առաջին, նախորդող վեճը կամ կոնֆլիկտը։ Երկրորդ, խոսքի որևէ գործողության կամ հայտարարության պատասխան լինելու հանգամանքը։ Երրորդ, անձի հուզական վիճակը։ Չորրորդ, պահի ազդեցությամբ արտահայտված գնահատականի կամ վրդովմունքի առկայությունը։ Հինգերորդ, հանրային կարգը խախտելու իրական նպատակի առկայությունը։ Էմոցիոնալ վիճակը ինքնին չի վերացնում քրեական պատասխանատվությունը, սակայն այն կարող է ունենալ էական ապացուցողական նշանակություն, անձի սուբյեկտիվ վերաբերմունքը, դրդապատճառը եւ խոսքի իրական նպատակը պարզելու համար։ Հինգերորդ, դրդապատճառը էական գլուխ 5-րդ, դրդապատճառը էական ապացուցողական նշանակություն ունի։ Դրդապատճառը կարող է էական նշանակություն ունենալ անձի իրական սուբյեկտիվ վերաբերմունքը պարզելու համար, եթե խոսքի հիմքում եղել է անձնական վեճ, կոնկրետ իրադարձությունից առաջացած վրդովմունք, իրեն ուղղված գործողության պատասխան, պետական կամ հասարակական մարմնի գործունեության քննադատություն, սեփական իրավունքների պաշտպանության ցանկություն կամ հանրային խնդրի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու նպատակ։ Այդ հանգամանքները պետք է քննվեն պարզելու համար, թե արդյոք անձը գործել է հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու դիտավորությամբ, թե ոչ։ 6. Խոսքի ազատության սահմանադրական եւ միջազգային երաշխիքները։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, որը ներառում է տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը։ Դրա սահմանափակումը պետք է ունենա օրենքով նախատեսված իրավաչափ հիմք եւ համապատասխանի համաչափության պահանջներին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցմամբ խոսքի ազատության պաշտպանությունը կարող է տարածվել նաև սուր, չափազանցված կամ վիրավորական արտահայտությունների վրա, հատկապես հանրային բանավեճի կամ կոնֆլիկտի համատեքստում։ Յուրաքանչյուր գործ պետք է քննադատվի կոնկրետ հանգամանքների համադրությամբ, հաշվի առնելով բովանդակությունը, ձևը, համատեքստը, նպատակը եւ հետևանքները։ 7. Փաստական պնդումները պետք է տարբերակել գնահատողական դատողություններից։ Եթե տեսանյութում առկա արտահայտությունները վերաբերում են որևէ անձի, պաշտոնատար անձի, պետական մարմնի կամ հանրային երևույթի գնահատմանը, անհրաժեշտ է պարզել դրանք ստուգելի փաստական պնդումներ են, թե հեղինակի սուբյեկտիվ գնահատականներ, կարծիքներ, հեգնանք, քննադատություն կամ էմոցիոնալ արձագանք։ Գնահատողական դատողությունը փաստական պնդման հետ նույնացնելը իրավականորեն անթույլատրելի է։
8-րդ քրեական իրավունքի գլուխ 8-րդ քրեական իրավունքի եւ քաղաքացիական պաշտպանության տարբերակումը։ Եթե որևէ արտահայտություն վիրավորական է եղել կոնկրետ անձի համար, դա ինքնին դեռ չի նշանակում, որ առկա է խուլիգանության հանցակազմ։ Պետք է տարբերակել անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանության քաղաքացիական մեխանիզմները եւ հասարակական կարգի դեմ ուղղված քրեական արարքը։ Քրեական իրավունքը չի կարող կիրառվել որպես ցանկացած կոշտ կամ վիրավորական խոսքի համար պատժի ընդհանուր միջոց։ 9-րդ գլուխ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կիրառման հատուկ պայմանն YouTube-ի էջի պատկանելությունը Արման Գալստյանին եւ տեսանյութի հրապարակման փաստը կարող են հաստատել հրապարակման տեխնիկական կամ հեղինակային կապը, սակայն չեն ապացուցում 297-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը։ Ուստի սխալ է հետեւյալ տրամաբանությունը YouTube-ում հրապարակվել է, ուրեմն առկա է 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը։ Իրավաչափ տրամաբանությունն է նախ հաստատված է 297-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված ամբողջ հանցակազմը եւ հետո այդ արարքը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիայի միջոցով եւ երրորդ միայն այդ դեպքում կարող է կիրառվել 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը։ Գլուխ 10-րդ Երթևեկության խանգարման մասին պնդումը պետք է հաստատվի օբյեկտիվ ապացույցներով։ Եթե վարույթի նյութերում նշվում է նաև երթևեկությանը խոչընդոտելու կամ որևէ այլ ֆիզիկական գործողության մասին, այդ հանգամանքը չի կարող հիմնավորվել միայն տեսանյութում դրա մասին խոսելով։ Անհրաժեշտ է պարզել կոնկրետ վայրի, ժամանակի, գործողության, տրանսպորտային հոսքի, խոչընդոտման տևողության եւ իրական հետևանքի վերաբերյալ օբյեկտիվ ապացույցները։ Առաջին, արդյոք Արման Գալստյանը ֆիզիկապես գտնվել է համապատասխան վայրում, այսինքն երթևեկության շոշում էլի շոշին եղել է երթևեկության մեջ։ Երկրորդ, արդյոք նրա կոնկրետ գործողությունը փաստացի խոչընդոտել է երթևեկությանը։ Երրորդ, արդյոք առկա են տեսագրություններ, լուսանկարներ, վկաների ցուցմունքներ կամ այլ օբյեկտիվ տվյալներ։ Արդյոք խոչընդոտում է եղել իրական եւ ոչ ենթադրյալ։ Արդյոք այդ գործողությունը պատճառահետևանքային կապ ունի 297-րդ հոդվածի դրսևորման հետ։ Գլուխ 11-րդ Մեղադրանքը չի կարող հիմնվել ենթադրության վրա։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով ամրագրված անմեղության կանխավարկածի համաձայն մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, իսկ մեղադրանքի ապացուցման եւ պաշտպանության կողմից ներկայացված փաստարկների հերկման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը։ Մեղավորության վերաբերյալ հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա եւ պետք է հաստատվի գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ։ Հետևաբար Արման Գալստյանից չի կարող պահանջվել ապացուցել, որ իր խոսքը խուլիգանություն չէր, քննության մարմինը պարտավոր է կոնկրետ ապացույցներով ցույց տալ, թե ինչ գործողությամբ, ինչ եղանակով, ինչ հանգամանքներում, ինչ հասարակական հետևանքով եւ ինչ սուբյեկտիվ վերաբերմունքով է կատարվել 297-րդ հոդվածով նախատեսված արարքը։ Գլուխ 12-րդ Պաշտպանական փաստարկները պետք է մանրակրկիտ ստուգվեն։ Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ստուգել ոչ միայն մեղադրանքը հիմնավորող, այլև մեղադրյալին արդարացնող կամ նրա պատասխանատվությունը բացառող կամ մեղմացնող հանգամանքների վերաբերյալ հայտարարությունները։ Ուստի պաշտպանության կողմից ներկայացվող կոնտեքստային, իրավիճակային եւ փաստական հանգամանքները պետք է դառնան առանձին քննության առարկա։ Գլուխ 13-րդ Արարքի իրական հասարակական վտանգավորությունը եւ համաչափությունը։ Քրեական օրենսգրքի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներով ամրագրված օրինականության ըստ մեղքի պատասխանատվության, արդարության եւ համաչափության սկզբունքները պահանջում են, որ քրեական իրավունքի միջամտությունը հիմնված լինի օրենքով նախատեսված հանցակազմի իրական առկայության վրա եւ համաչափ լինի կոնկրետ արարքի վտանգավորությանը։ Եթե հրապարակման կամ դրան վերագրվող գործողությունների արդյունքում չի եղել բռնություն, գույքային վնաս, հանրային միջոցառման խափանում, հիմնարկի բնականon աշխատանքի խոչընդոտում կամ կոնկրետ ապացուցված հասարակական անդորի խախտում, այդ հանգամանքները պետք է գնահատվեն 297-րդ հոդվածի հանցակազմի առկայության հարցում։
Գլուխ 14-րդ էմոցիոնալ ֆոնը եւ իրավական նշանակությունը։ Պաշտպանական կողմը խնդրում է պարզել տեսանյութի ստեղծման պահին արկա իրավիճակային եւ հուզական ֆոնը ոչ թե որպես անպարկեշտ բառապաշարի արդարացում, այլ որպես անձի իրական նպատակի, դրդապատճառի եւ սուբյեկտիվ վերաբերմունքի բացահայտման ապացուցողական միջոց։ Եթե հաստատվի, որ արտահայտությունները պայմանավորված են եղել վրդովմունքով, անձնական վիրավորվածությամբ, սուր բանավեճով, իրեն ուղղված գործողության պատասխանով կամ երկարատև կոնֆլիկտի հետևանքով առաջացած հուզական լարվածությամբ, ապա այդ հանգամանքը պետք է գնահատվի հասարակության նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունքի առկայության կամ բացակայության համատեքստում։ Գլուխ 15-րդ պաշտպանության հիմնական իրավական թեզը։ Արման Գալստյանի կողմից YouTube-յան էջի օգտագործման եւ տեսանյութի հրապարակման փաստը չի վիճարկվում, սակայն այդ փաստը չի հաստատում խուլիգանության հանցակազմը, տեսանյութում առանձին հայոյական կոշտ կամ անպարկեշտ արտահայտությունների արկայությունը նույնպես ինքնին բավարար չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի կիրառման համար, բայց հայոյական խոսք չի եղել, բայց եթե անգամ լինի, անհրաժեշտ է ապացուցել հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունքը եւ դրա օրենքով նախատեսված կոնկրետ դրսեւորումը, ինչպես նաեւ այդ դրսեւորման իրական կոնտեքստը, հասցեատիրոջը, նպատակը, հասարակական հետևանքը եւ անձի սուբյեկտիվ վերաբերմունքը։ Եթե խոսքը եղել է կոնկրետ իրավիճակից առաջացած էմոցիոնալ արձագանք, անձնական կամ հանրային վեճի շրջանակում արտահայտված գնահատական, քննադատություն կամ վրդովմունքի դրսևորում, ապա այդ հանգամանքը կարող է բացառել կամ առնվազն էականորեն կասկածի տակ դնել 297-րդ հոդվածի համար անհրաժեշտ հասարակության նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունքի առկայությունը։ Գլուխ 16-րդ խնդրում եմ հարգելի պարոն Պողոսյան, Արթուր Պողոսյան, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ։ Առաջինը թիվ 10, 80, 72, 26 քրեական վարույթի շրջանակներում վերանայել Արման Ալբերտի Գալստյանիս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերագրվող արարքի իրավական գնահատականը հաշվի առնելով 297-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշների ապացուցման անհրաժեշտությունը, երկրորդ առանձին գնահատման ենթարկել հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունքի եւ դրա 297-րդ հոդվածով նախատեսված կոնկրետ դրսեւորման առկայությունը, երրորդ ուսումնասիրել տեսանյութի ամբողջական բովանդակությունը եւ համատեքստը բացառելով առանձին արտահայտությունների ամբողջական խոսքից կտրված գնահատումը, չորրորդ պարզել հրապարակման շարժառիթը, նախորդող իրադարձությունները, հնարավոր կոնֆլիկտը եւ այն հանգամանքները, որոնց պայմաններում կատարվել է հրապարակումը, հինգերորդ առանձին գնահատել արտահայտությունների, փաստական պնդումների, գնահատողական դատողությունների, քննադատության, հեգնական կամ էմոցիոնալ արտահայտությունների բնույթը։ 6. Եթե մեղադրանքի նյութերում նշվում է երթևեկությանը խոչընդոտելու մասին պահանջում եմ այդ հանգամանքը հաստատող կոնկրետ օբյեկտիվ ապացույցների գնահատում։ 7. Պարզել հրապարակման կամ դրան վերագրվող գործողությունների հետևանքով իրականում առաջացել է արդյոք 297-րդ հոդվածով պաշտպանվող հասարակական կարգի կոնկրետ խախտում։ 8. Չհիմնվել բացառապես YouTube-յան էջի պատկանելիության եւ տեսանյութի հրապարակման փաստի վրա, քանի որ դրանք չեն ապացուցում 297-րդ հոդվածի առաջին մասի հանցակազմի առկայությունը։ 9. Քննության ընթացքում ձեռք բերել եւ գնահատել նաեւ պաշտպանության կողմից մատնանշված արդարացնող եւ մեղադրանքը հերքող հանգամանքները։ 10. Եթե քննության արդյունքում հաստատվի, որ արարքում բացակայում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի որևէ անհրաժեշտ հատկանիշ, անհապաղ ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցները քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական վարույթը կարճելու ուղղությամբ։ Գլուխ 17-րդ եզրափակիչ դիրքորոշում։
Պաշտպանական կողմը չի խնդրում քրեական բարույթն իրականացնող մարմնին գնահատել Արման Գալստյանի արտահայտությունները որպես ճիշտ կամ սխալ, ընդունելի կամ քաղաքավարի, քրեական իրավունքի առջև դրված հարցն այլ է։ Արդյոք այդ արտահայտությունները իրենց ամբողջական բովանդակությամբ, կոնտեքստով, նպատակով, դրդապատճառով եւ հետևանքով պարունակում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով սահմանված հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները։ Պաշտպանության դիրքորոշմամբ միայն YouTube-ը հրապարակման, հայհոյանքի կամ անպարկեշտ արտահայտության փաստացի այդ եզրակացությունը չի բխում։ Քրեական պատասխանատվությունը չի կարող հիմնվել հայհոյանք կա YouTube-ում կա, YouTube կա, ուրեմն խուլիգանություն կա տրամաբանության վրա։ Իրավականորեն անհրաժեշտ է նախ հաստատել 297-րդ հոդվածի առաջին մասի ամբողջական հանցակազմը, ապա միայն դրա կատարման տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների եղանակը եւ դրանից բխող 297-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի կիրառելիությունը։ Մեղադրանքի կողմը պարտավոր է ապացուցել մեղսագրվող արարքի յուրաքանչյուր պարտադիր հատկանիշը վերաբերելի, թույլատրելի, հավաստի եւ փոխկապակցված ապացույցների բավարար ամբողջականությամբ։ Հարգանքներով Արման Ալբերտի Գալստյան։ Ուրեմն այսքանը, սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, այս ենք այսօր ներկայացրել։ Վաղը այսօր չհասցրեցինք ժամային առումը, վաղը գլխավոր դատախազին Աննա Վարդապետյանին եւս ուրեմն դիմում կներկայացվի գլխավոր դատախազություն այս շինծու ուրեմն ապօրինի ձերբակալության ինձ մոտավորապես 12 ժամ ոստիկանությունում, 2 ժամ քննչական կոմիտեում, ուրեմն 3 ժամ ձերբակալվածների պահպանման վայրում մեքենայի մեջ պահելու, առհասարակ 13 խցում գիշերվա ժամը 1-ից մինչև առավոտյան ժամը 7-8 պահելու, դատարանի ուրեմն ձերբակալվածների վայրում 3.5 ժամ ինձ պահելու եւ ապօրինի ինձ ազատությունից զրկելու եւ շինծու գործ իմ վրա կարելու ուրեմն կապակցությամբ հասկանում եք ինչ եմ ձեզ ասում։ Ես որևիցե մի պետական մարմնի այնտեղ մեղադրանքի մեջ ասում է դատարանում էլ քննիչը ասած, ասում է ինքը ձեռի ժեստով ցույցա տվել։ Ինչ եմ ձեռի ժեստով ցույց տվել։ Հիմա դուք սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ այդ դատարանի եթերի ինքները դրեք, ուրեմն սկզբից միջև վերջ մի հատ նայեք։ Ասում է ժեստով բանա ցույց տվել։ Ինչա ժեստով ցույց տվել։ Եղել եմ ես եւ դատարանի շենքը։ Դատարանին չեմ հայոյե, առհասարակ չեմ հայոյե, դատախազին չեմ հայոյե, դատավորին չեմ հայոյե եւ որևիցե մի պետական ուրեմն մարմնի, իրավասու մարմնի իմ կողմից հայոյանք չի եղել, որևիցե մի անձի անձնավորված հայոյանք չի եղել։ Կոշտ կոպիտ վիրավորական խոսույթը, խոսքը ուղղված է եղել հանցագործներին եւ հանցագործին եւ նրանց բացահայտելու։ Դուք ինքներդ կարող եք դնել եւ ունկնդել։ Եվ իմ գլխին սենց գործ շինծու շինեք սարքեք, գործ կարեք սենց մի հաստությամբ 43 էջ, արագ օպերատիվ մի քանի ժամում դեպք եղած լինի այդ ձեր ասելով էլի դեպք։ Ելույթը ուղիղ եթերից եղած լինի ուրեմն բանը ամսի 29-ին հուլիսի, դուք ինձ գաք ամսի 6-ին Էրեբունի վարչական շրջանի քննչական կոմիտեի պետի տեղակալի բանից, կաբինետից, գրասենյակից ինձ ձերբակալման որոշումով, ուրեմն որոշումն էլ ձեր ձեռքում չի, հեռախոսի մեջ, ուրեմն գաք ինձ ձերբակալեք, ոչ ծանուցեք, ոչ մի բան, առնենք տանեք ինձ բանը, գլխից գործ սարքեք, խուլիգանություն։ Ինչ խուլիգանություն։ Ամբողջ YouTube-ներն ու TikTok-ներն ու համացանցը ողողված է լկտի ուրեմն անբարո խոսքերով ու հայհոյանքներով։ Պղծությամբ հալածված, դա ավելի լավ է դրանով զբաղվեք։ Թե պետք է անվանական անունները մարդկանց ցիտեմ, դուք չգիտեք ում մասին է խոսքը։ Դրանց վրա գնացեք խուլիգանության գործեր կարեք։ Ոչ թե 9 ամիս շարունակ ես իմ երեխաներին առևանգեն տանեն ինձանից զրկանքների ենթարկեն, իմ ծնողական իրավունքները չկարանամ իրացնեմ, Թրաֆիկինգի կասկածանքներ լինի, հանցակազմը չկարանաք բացահայտեք, ալամ աշխարհի ինչքան պետական ինստիտուտ կա, ինչքան պետական դուռ կա, ոստիկանությունից ինչքան ուժային կառույց կա, ինչքան դատարան ու դատախազություն կա, մեռրակ դիմումներ գրելով, 102-ներ զանգելով, հաղորդումներ տալով, ոչ մեկը ոչ մի բան չեք անում, տեղներից չեք շարժվում։ Բայց մի հատ ուղիղ եթեր եմ մտել, որ ձեր անձի առհասարակ պետության կամ պետականության առհասարակ որևիցե մեկի ուղղված ոչ մի խոսք չել է կոպիտ խուլիգանություն, թե զանգե պատվեր են արել, ասել են մի հատ սսկրծրեք, ձենը փակեք մի հատ, բան արեք, վախը բռնեք մի հատ։ Մի բան շինեք չեք կարող, ընդ եթերից, մեթերից նայեք, մի հատ ինչ կա, կամ այդ եթերից բացի բազմիցս եթերներ կա էլի նորից YouTube-ներում, TikTok-ներում, էլի նույն նախադասություններով։
Նույն բարոյական օրենքների զուրկ բոզ բառը հապավումով օգտագործած նույն եթերներից։ Ու նորից վերացական ու նորից ուղված հանցագործներին։ Հունիս ամսին, մայիս ամսին, բա այդ ինչի մի անգամից տենց հապճեպ։ Ում եմ ես ձեզանից նեղություն տալիս։ Այդ ում ուզացնեք, ում ցանկությունն եք դուք կատարում։ Ում պատվերն եք կատարում, որս գործանում։ Մի խոսքով հարգելի պարոն Պողոսյան, ամենայն հարգանքներս ձեր անձի անհատականությանը, ձեր կոչմանը, ձեր ուսադիրներին, ձեր անցած ճանապարհին։ Ես վստահ եմ եւ հուսով եմ, որ դուք արդար ուրեմն մոտեցում կցուցաբերեք եւ արդար որոշում կկայացնեք այս ուղղությամբ։ Խնդրում եմ, այսօր ես ուղղակի լազերային սկավառակի վրա չկարողացա այն որ ասма ժողովրդավարական լեզվով ասեմ, չփայմեցի, էդ էլ մի հատ վրան անեմ, ավելի ճիշտ, որ անկեղծ լինեմ, չնայած դուք ձեզ կասեն, որ ուրեմն տեսանյութի մասին է խոսքը։ Հուլիսի 29-ի տեսանյութի մասին է խոսքը։ Խնդրում եմ, մի հատ ինքներդ նայեք ու ձեր որակավորումը տվեք ու մի հատ հասկացեք, ուրեմն Արաբկիր, ասում եմ արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ուրեմն քննիչ Արթուր Պապոյանի որակավորումը, ինչպես նաեւ հսկող դատախազի որակավորումը, այդ ոնց են տենց որակ է, որին վրա տենց օպերատիվ անհապաղ ուրեմն խուլիգանության 297-րդ հոդված են վրես կարել։ Ու տենց անհապաղ ամենախիստ որոշումն են կայացել, ինձ 2 ամսով ձերբակալել։ Բանանը ինչ են ասում, կալանավորելու, խափանման միջոց ընտրելու կալանավոր։ Մարդիկ սկի մարդ են սպանում, 2 ամսով չեք տանում կալանավորում։ Ես ինչ թազա բերան փագելու ձև է, կամ ես ինչ դուրս եմ եկել քաղաքական հայտով, դուրս եմ եկել որոցը մեկիցդ պաշտոն ուզելու, կամ չգիտեմ, քաղաքական պրոցեսներ առաջ տանելու։ Լսեք, ես ձեզանից խնդրում եմ իմ երեխաներին, իմ կնոջը ուրեմն վտանգից փրկելու եւ պատճառի հետևանքային կապը հասկանալու իմ երեխաներին ինձ մոտ բերելու։ 9 ամիս շարունակ հասկանում եք ես ինչ վիճակի մեջ եմ, ինձ զրկանքների են ենթարկել։ Իսկ դուք նստել եք ժամանակն ու ժամկետները ձգում եք իմ ընտանիքը քայքայում եք։ Պարոն Պողոսյան, եւս մեկ անգամ ամենայն հարգանքով խնդրում եմ ձեզ եւ հուսով եմ, որ ճիշտ մոտեցում ցուցաբերեք։ Էլի նորից ամենայն հարգանքներս բոլոր քննչական կոմիտեներին, բոլոր քննիչներին, բոլոր ուսադիր կրող ծառայակիցներին։ Ես բոլորիդ հարգում եւ սիրում եմ։ Բայց նմանատիպ մոտեցումները sense մանյովրնի, ուրեմն տենց արագ, չգիտեմ ես ինչ։ Ես հասկանում եմ ամեն ինչից։ Քննչական գործողությունների լազեկեկն էլ լավ գիտենք, որը ինչ եք կարող կիրառեք, ոնց եք կարող կիրառեք, խի եք անում, ոնց եք անում։ Եվ չի կարելի, լավ, էսից ինչ է։ Կարող է օրը ցերեկով մարդու եշի տեղ եք դրել։ Ինչ եք անում, ձեր արածն ինչ է։ Դրա փոխարեն բացահայտեք հանցագործ լրբի տղուն եւ հանցագործ լրբի տղուն աջակցողներին։ Եվ այն մարդիկ, ովքեր անգամ համակարգում իրենց լիազորությունն, իրենց պաշտոնական դիրքը փորձել են օգտագործել, որպեսզի այդ լրբի տղու համար հարմար ուրեմն իրավիճակներ ստեղծեն, որ ինքը իր կեղտոտ գործը անի։ Խնդրում եմ բացահայտեք այդ անձի անհատականություններին, այդ համակարգում աշխատող անձի անհատականություններին։ Դա կլինի քննչական կոմիտեում, դատախազությունում, ազգային անվտանգության ծառայությունում, էական չի։ Ավելի լավ է դրանով զբաղվեք։ Խնդրում եմ, որ դրանով զբաղվեք։ Որ այդ մուտիկուլիներին բացահայտեք, այդ ցեպը, այդ շղթան ընդհանուր։ Պարոն Փաշինյան, եթե ձեզ էլ զեկուցել են, որ ընտանեկան վեճ է, պարոն Փաշինյան, ուրեմն կինը ամուսնու վրա գրել է ընտանեկան բռնություն է եւ այլն, ես նորից եմ ասում, ես բռնության եւ բռնարար լինելու հետ որևիցե մի կապ չունեմ այդ բառային կապակցության հետ։ Բռնությունը կիրառվել է իմ նկատմամբ եւ բռնության ենթարկվում եմ շարունակ 9 ամիս, արդեն մոտավորապես 12 օր։ Հեսա 10-րդ ամիսը կլրանա օգոստոսի 28-ին։ Հոկտեմբերի 28-ից 2025 թվականի օգոստոսի 28-ն է ես բռնության եմ ենթարկվում, ես զրկանքների եմ ենթարկվում, ես զրկված եմ իմ ծնողական իրավունքներս իրացնելուց, իմ անչափահաս մանկահասակ, ուրեմն 7 երեխաներիս խնամքով զբաղվելու նրանց դաստիարակությամբ եւ առհասարակ։ Ընդհանրապես կապի միջոցը կտրել են ու այսենց իրանց այն որ ասма հետույքի վրա պար են տալիս։ Օգտվելով դատավորի ուրեմն այսօրվա նիստը հետաձգելուց, քննիչի 30 օրից միջնորդությունս ասենք կրկնակի փորձաքննության համար չվերցնելուց, ինձ չընդունելուց, ժամկետները sense ձգձգելուց, իրանք այնտեղ իրանց համար գուլյա վասյա ու լիբասյա, իրանց համար ֆուլ լրվել են, կոմֆորտ լրվել են։ Հասկացաք, կինը ընդհանրապես կապի դուրս չի գալի, սաղին sense վերբովկա են արել։ Սա
ասում եմ պետք է բացահայտվի։ Անգամ ես քաղայցով դիմել եմ առաջին ատյանի դատարան մերժել է իմ դիմումը, որտեղ այնտեղ սխալմունք կա, երկրորդ անգամ նորից ուղղել ենք, ներկայացրել ենք 14 օր նորից սպասել ենք, ընդհանուր իրար հետ 28 օր։ Հիմա էլ պատասխանը եկե սենց մի դափոն, որ քանի որ Ռուսաստանի Դաշնությունում են, պետք է դիմեք կամ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններին կամ դատարանին, կամ Հաագայի ուրեմն դատարանին, որի կենտրոնական մարմինն է արտադրության նախարարությունը։ Այսինքն քանի որ սահմանից ներս են, սահմանից դուրս են, այսինքն եթե Ռուզաննան երեխեք այդ Սիսիանում լիներ հիմա, բայց ստե լիներ եւ ինձ զրկանքների ենթարկեր, իրանք այդ հարցով ուրեմն բան կանեին։ Այդ իմ պահանջները կբավարարեին եւ կընդունեին բարույթ, բայց քանի որ երկրից դուրս է, պետք է դիմենք Հաագայի դատարան։ Այդ էլ թազան նորություն իմացեք։ Այդ էլ ասեմ նաեւ այդ իմացեք եւ նաեւ ազգային ժողովի падգամավորներին եմ դիմում, այդ օրենքի մասով էլ խնդրում եմ մի հատ դիտարկում արեք, հասկացեք այդ օրենքը խիա տենց կարգավորվում եւ դրեք մի հատ քննարկման այդ օրենքը։ Սիրելի հարգելի ազգային ժողովի ուրեմն նորընտիր падգամավորներ։ Այսօրվա համար այսքանը։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, ես ձեզ բոլորիդ սիրում եմ, բոլորիդ հարգում եմ, ես ձեր սաղի կյանքին մեռնեմ, ձեր ցավը տանեմ։ Ուժեղ եղեք, վաղը նորից կմտնենք ուղիղ եթեր։ Արդարությունը պետք է հաղթի ու հաղթելու է։ Ու այդ ճիպիզնյակ լրբի տղեկը ոչ մեկ չի պլստալու։ Գլխավոր լրբի տղուց բռնցած։ Գլխավոր լրբի տղա, դու չես պլստալու։ Դու պատասխան ես տալու օրենքի ամենայն խստությամբ։ Ուրեմն դրանում վստահ եղի։ Քու հետույքը որևիցե մեկը չի կարողանում փրկի։ Ինչքան ուզենաս ժամանակը ճլես ձգես, մի քիչ էլ ձգես, մեկին էլ խառնես, այն մեկին էլ խառնես։ Իսկ ինչ վերաբերվում է քո ազգային անվտանգությունում ծառայող, աշխատող կոլոտ կամանդիրին, ես հիմա այդ կոլոտ կամանդիրին եմ ասում։ Լսի, այ երևույթ։ Դու քեզ հերու պահի ու դու էլ պատասխանության ենթարկվելու ես։ Հանգարց չմտածես, որ կարողանալու ես պլստաստակից, դու ես պատասխանության ենթարկվելու։ Քո այսենց ոտավորի նման, այսենց աջակցելու այս պղծությանն, այս ընտանիքի քայքայմանն ու քանդմանն։ Դուք լկտիներ եք։ Այսքանը սիրելի ժողովուրդ, լավ մնացեք, միշտ նոր հանդիպում։